Իսկ արդյոք Ալիևի այս ելույթները նախապատրաստություն են նոր ճնշումների եւ պահանջների համար եւ ինչու այս ամենը տեղի ունենում հիմա, այս պահին զրուցելու եմ քաղաքագետ Ստեփան Հասանջալյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հասանջալյան, մեր երկրում մինչև սպասում են խաղաղության ուշացող դարաշրջանին, Արցախը ստանալուց հետո Ադրբեջանը նոր նպատակ է դրել, անունը կոչել Արևմտյան Ադրբեջան։ Այդ անունով ստեղծել է խորհրդարանում հանձնաժողով, որը իբրև զբաղվում է այդ համայնքի խնդիրներով, վերադարձի խնդիրներով, համայնքի ղեկավար գոյություն ունի։ Պետական մանկավարժական համալսարանում այդ անունով ֆակուլտետ են բացել, իբրև ուսանողները ուսումնասիրում են իրենց պատմական հայրենիքը։ Այդ անունով հեռուստաընկերություն են բացել, որը ամեն օր ֆեյք լուրեր է տարածում իբրև իրենց պատմական հայրենիքի մասին, եւ այսօր Անկարայում կազմակերպել են միջազգային ֆորում արդեն, որը կոչել են իբրև Արևմտյան Ադրբեջան վերադարձի իրավունքի վերաբերյալ ինչ-որ ֆորում է սա, որի ընթացքում Ալիևը բացահայտ հայտարարում է, որ սա արդեն իրենց համար միջազգային օրակարգ է մտել այս թեման, դրանից չեն հրաժարվելու այնքան, մինչև իրենց ժողովուրդը վերադառնա իրենց պատմական հայրենիք, նկատի ունենալով Հայաստանի տարածքը։ Սա ինչ հռետորաբանություն է։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես պիտի ասեմ, որ նախ պիտի հասկանանք, թե երբ է այս եզրույթը ընդհանրապես շրջանառության մեջ դրվել Ադրբեջանի կողմից։ Ես ուզում եմ ասեմ, որ սա այդքան էլ նոր եզրույթ չէ։ 2020 թվականի պատերազմից 2 տարի անց սա ակտիվորեն սկսեց շրջանառվել Ադրբեջանի վարչակազմի կողմից, բայց արդյոք սա նոր երևույթ է, նոր եզրույթ է։ Ոչ։ Փաստերը ցույց են տալիս, այսինքն Ադրբեջանի վարչակազմի նախընթաց շրջանի գործունեության փաստերը վկայում են անառարկելիորեն, որ այս եզրույթը, Արևմտյան Ադրբեջան եզրույթը, սա նոր չէ, որպես այդպիսինը։ Առաջին անգամ այս մասին խոսել է օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևը դեռևս 1998 թվականին։ Տեսեք, 4 տարի առաջ դրանից 1994 թվականին Ադրբեջանը պարտվել էր Ադրբեջան-Արցախ առաջին պատերազմի արդյունքում։ 4 տարի հետո Ադրբեջանը խոսում է ծավալապաշտական հռետորաբանությամբ։ 1998 թվականի դեկտեմբերի 11-ին Հեյդար Ալիևը հանդիպել է իսլամական քաղաքակրթությունը Կովկասում սիմպոզիումի մասնակիցների մի մեծ խմբի հետ, եւ այնտեղ տեսեք թե ինչ է ասել։ Ես ուզում եմ այդ խոսքերը մեջ բերել, որտեղ դրանք բավականին ուշագրավ խոսքեր են։ Տարածքը, որն այժմ կոչվում է Հայաստան, Արևմտյան Ադրբեջանն է։ Դա Իրանի, Գյոյչայի, Զանգիբասարի, Զանգեզուրի մահալներն են։ Այդ բոլորը եղել են ադրբեջանցիների, մահմեդականների բնակության վայրը։ Ցավոք սրտի մուսուլմանները վտարվել են այդ տարածքներից։ Այժմ այնտեղ ոչ մի մահմեդական չի մնացել։ Դա հայկական ազգայնակառության, հայկական ծայրահեղականության, հայկական շովինիստական քաղաքականության արդյունքն է։ Մեջբերման ավարտը։ Այս տրամաբանության մեջ Հեյդար Ալիևը ելույթ է ունեցել նաև 99 թվականին փետրվարի 9-ին Նախիջևանի ինքնավար հանրապետության կազմավորման 75-ամյակի արդիվ ձևավորված պետական հանձնաժողովի նիստում։ Եվ դրանից հետո, սակայն, մի տևական ժամանակ Ադրբեջանի հռետորաբանությունից բացակայում է Արևմտյան Ադրբեջան եզրույթը։ Սակայն պիտի նշեմ, որ առանց Արևմտյան Ադրբեջան եզրույթը օգտագործելու Ադրբեջանի վարչակազմը ժամանակ առ ժամանակ այսպես շարունակել է ներկայիս Հայաստանի տարածքը, Հայաստանի Հանրապետության տարածքը, համարել ադրբեջանական այսպես կոչված ադրբեջանական հող։ Այդ մասին օրինակ վկայում է 2010 թվականի հոկտեմբերի 14-ին Եվլախ քաղաքի համար 1 դպրոցի նոր շենքի բացման արարողության ժամանակ Իլհամ Ալիևի ունեցած ելույթը։ Հիմա սա ինչ է նշանակում։ Եվ դրանից հետո այս խոսույթը ոչ այդքան հաճախ, բայց էլի շարունակվել է նրանց բառապաշարի բառամթերքի մեջ։ Բայց մինչև 2020 թվականը բացառապես խոսույթի մակարդակով էր, չկային պետական կառույցներ։ 2020 թվականի օգոստոս ամսին Ադրբեջանի փախստականների միությունը վերակազմավորվում է եւ կոչվում է Արևմտյան Ադրբեջանի համայնք։ 2020 թվականի դեկտեմբեր ամսին այդ համայնքը գրասենյակ է ստանում Բաքվի կենտրոնում։ Դեկտեմբեր ամսին Հեյդար Ալիևը այցելում է այդ գրասենյակի այսպես բացման հանդիսավոր արարողությանը եւ այլն, եւ այնտեղ ունենում ելույթ։ Եվ ասում, որ ուրեմն հիմա, այսինքն ներկայացում է իրողություններով պայմանավորված, բացառիկ հնարավորություն է առաջացել, որ մենք ակտիվացնենք եւ գործնական քայլեր կիրառենք Արևմտյան Ադրբեջան, այսպես եզրույթը գործնական հողի վրա իրականություն դարձնելու համար։ Ինչ է դա նշանակում։ Տեսեք, դրան հաջորդեց հետեւյալը։
Ուրեմն ինչպես դուք նշեցիք, հեռուստաընկերություն, ինչ որ կազմակերպային եւ այլն, նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունում նման ֆակուլտետ, ընդամենը 2-3 ամիս առաջ փետրվար ամսին էլ Գիտությունների ազգային ակադեմիայում Ադրբեջանի բացվել է Արևմտյան Ադրբեջան բաժինը, 5 բաժին է բացվել Արևմտյան Ադրբեջանի, այսպես պատմությունը, բանահյուսությունը, Արևմտյան Ադրբեջանի եւ Ղարաբաղի ձեռագրերը եւ այլն, այսինքն 5 բաժիններ։ Այսինքն սա նշանակում է, որ նրանք գործնական, այսպես քայլեր են արդեն իրականացնում։ Եվ ես ուզում եմ մի հատուկ ընդգծում անել, երբ որ 2022 թվականին դեկտեմբերին, երբ որ ասում եմ, որ Իլհամ Ալիևը այցելեց նրանց գրասենյակ եւ ելույթ ունեցավ, այնտեղ տեսեք ինչ է հատուկ շեշտել, ասում է նախքան պատերազմում մեր հաղթանակը մենք չէինք կարող այս մասին խոսել եւ դրան հաջորդած արդեն գործնական քայլեր իրականացնել, բայց հիմա արդեն մեզ համար նոր պայմաններ են ստեղծվել, բարենպաստ պայմաններ, որը մենք պիտի օգտագործենք եւ ուրեմն իրականություն դարձնենք Արևմտյան Ադրբեջանը։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ դավադիր պատերազմում նրանց ճակերտավոր հաղթանակը ուրեմն հիմք հանդիսացավ, որպեսզի իրենք անցնեն իրենց մյուս հրեշավոր ծրագրի իրագործմանը։ Բայց ես ուզում եմ այս ուրեմն Արևմտյան Ադրբեջանի խոսույթի մասին նաև ասել հետևյալը։ Ես կարծում եմ, որ սա Ադրբեջանի ամենևին էլ ուրեմն մտադրությունը չէ, ծրագիրը չէ։ Ես կարծում եմ, որ սա թուրք-ադրբեջանական տանդեմի, իսկ ավելին ասեմ, ավելի ճշգրիտ ասեմ, սա Թուրքիայի ծրագրերից մեկն է, որը նպատակ է հետապնդում հետևյալը. Հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական քարտեզից վերացնել ուղղակի Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգությամբ հայերին ենթարկել ցեղասպանության, եթե դա ինչ-ինչ պատճառներով տեղի չունենա, դա հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիներին ցրել ամբողջ աշխարհով մեկ, օկուպացնել Հայաստանի տարածքը, գրավել եւ այդպիսով իրենց համար Հայաստանի հայ ժողովրդի հետ կապված հարցերը փակված համարել։ Իսկ արդյոք Հայաստանի իշխանության պատասխանը համարժեք է այս պետական քարոզչական մեքենային ադրբեջանական ընդամենը մի քանի արձագանք է եղել արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ընդամենը սա նկարտումներ են Հայաստանի տարածքի նկատմամբ եւ վերջերս Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի ու զուգահեռ հույս հայտնեց ընդամենը, որ նմանատիպ շարժումներ չի սկսի Ադրբեջանը, օրինակ Արևմտյան Ադրբեջան անունով։ Գիտեք, ես կարծում եմ, որ այստեղ ավելորդ է ընդհանրապես խոսել Հայաստանի Հանրապետության վարչակազմի վարած քաղաքականության մասին, որովհետեւ փաստագրված է ուղղակի, որ Հայաստանի ներկայիս վարչակազմը վարում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող քաղաքականություն։ Դրա վառ ապացույցներից մեկը 2022 թվականի 23 թվականի մայիս ամսին, մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Հիմա թուրքերը, այսինքն Թուրքիան եւ նրա Կովկասյան խամաճիկ Ադրբեջանը ասում են, որ Արցախը դա ադրբեջանական հող է, նույն միտքը արտահայտում է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Մենք խոսենք, թե նրանք պիտի հակազդեն։ Ոչ, ամենևին ոչ։ Ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի գոնե միջազգային հարթակներում այդ տերմինը չդառնա միջազգային տերմին։ Ինչ է անհրաժեշտ անել։ Նախ պետք է ուրեմն փոխել Հայաստանի թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող վարչակազմին եւ ձևավորել ազգային շահերը սպասարկելու հետագից ցանկություն, կարողություն ունեցող վարչակազմ։ Այդ դա է պետք անել։ Հիմա ինչքան էլ մենք ասենք, որ այս սա մեր օգտին է, այս փաստը այս մեր օգտին է, այս փաստը մեր օգտին է, Նիկոլ Փաշինյանի համար դրանք բոլորը ունեն զրոյական արժեք։ Այդ մարդը բացահայտ, կրկնում եմ եւ ընդգծում եմ, բացահայտ իրականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող քաղաքականություն։ Սա է այսօրվա իրողությունը։ Բայց հիմա խաղաղության գործընթաց է ընթանում, ասում են հաշտվում ենք, խաղաղ պիտի ապրենք, այլևս որևէ պահանջ չենք ունենալու մեկը մյուսի նկատմամբ այս երկու պետությունները, բայց այսօր փաստացի Ալիևը հայտարարում է, որ Երևանն էլ է ադրբեջանական հող, Սյունիքն էլ է ադրբեջանական հող, Սևանն էլ է ադրբեջանական, պիտի վերադառնան իրենց հողերը, ու նաև ասում է, որ այդ վերադարձը պիտի լինի երաշխիքների ներքո, ինչ երաշխիքներ է ակնկալում։ Այսինքն մտածում են, թե հայերը նախ պիտի ընդունեն ինչ որ ադրբեջանցիների իրենց կողքին ապրելու ու այդ երաշխիքները ինչ պիտի լինեն բանակ, պիտի լինի երաշխավոր, ինչ երաշխիքներ են դրանք եւ կարող է արդյոք այդ երաշխիքներ ասվածը մտնել բանակցային process։ Գիտեք, ես ասեմ, որ չեմ բացառում, որ իրենք շատ հեռուն գնացող ծրագիր ունեն դրանով, երբ որ ասում են, որ պիտի նրանք վերադառնան,
երաշխիքներ եւ այլն։ Տեսեք, որը կարող է լինել օրինակ։ Մի առիթով Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մենք կվերադառնանք Հայաստան իր ձևակերպման բարեմատյան Ադրբեջան, բայց պարտադիր չէ, որ մենք տանկերով վերադառնանք։ Սա իր մոտավորապես բովանդակային առումով խոսքն է։ Հիմա ինչ կարող են, օրինակ, ինչ կարող են ծրագրած լինել։ Սա զուտ այսպես վարկածի դերևս տարբերակով ասում։ Այո, գալ բնակչությամբ, գալ, դուք գիտեք, որ իրենց ես դժվարանում եմ իրենց ազգ կոչել, որտեղ իրենք որպես այդպեսին մասնագիտական տեսանկյունից դերևս ազգ որպես ձևավորման այսպես ձևավորված չեն, բայց իրենց մոտ կա այսպիսի բան, որ իրենք շատ արագ բազմանում են։ Այսինքն իրենց թվականակի հաշվին մի օր նույնպես իրենք կմասնակցեն այստեղ ընտրությունների եւ կընտրեն իրենց ուզած մարդուն, եւ այդպեսով հարցը լուծված կլինի, այսինքն ամենևին էլ զենքի ուժով չեն լուծի, բայց դա կրկնում եմ, այդքան էլ տեսանելի դեռևս ապագայում իրականացվող հարց չէ, բայց ուրեմն դուք գիտեք, որ ուրեմն աշխարհում հայտնի է թուրքական դիվանագիտությունը եւ ես կարծում եմ, որ նրանք հնարավոր է նման պլան ունենան, նման հաշվարկներ ունենան Հայաստանի Հանրապետության առնչությամբ։ Իսկ այս փուլում խաղաղության գործընթաց ինչպես է ընթանում, եթե հստակ կա նկարտում, հստակ կան տարածքային պահանջներ, ինչպես են խաղաղություն կնքում մի պետության հետ, որի ղեկավարը օրինակ հանդիպում է մեր ղեկավարի հետ 2-3 օր հետո ասում, որ քո պետությունը իմ տարածքն է պատմական։ Ուրեմն տեսեք, ես կարծում եմ, որ խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթը չի ստորագրվելու, որովհետև չի կարող խաղաղություն լինել, ստորագրվել երկու պետությունների, երկու ժողովուրդների միջև այն պարագայում, երբ որ մի պետության ուրեմն վարչակազմը իր ժողովրդի շրջանում պետական մակարդակով իրականացնում է հակահայկական, այսպես ատելության խոսք է տարածում։ Սա ուրեմն 2023 թվականին ՄԱԿ-ի ռասայական խտրականության ուրեմն կոմիտեի կողմից հրապարակված զեկույցն է, որտեղ նշվում է, որ Ադրբեջանում պետական մակարդակով ատելության խոսք է գեներացվում էթնիկ հայերի նկատմամբ եւ երկրորդ մտահոգությունը, որը շատ ավելի թերևս մտահոգիչ է, դպրոցական դասագրքերը ասում է ատելությամբ են այսպես տրամադրում կրտսեր սերնդին, աշակերտներին, երեխաներին։ Դուք պատկերացնում եք այդ երեխաները, որոնք հայերի նկատմամբ ամեն օր դպրոցում ստանում են ատելության այսպես չափաբաժին։ Օրինակ 2011 թվականին, իդեպ ասեմ այդ ատելության մասին Եվրոպական միության նաև համապատասխան հանձնաժողով կա ռասայական խտրականության, որը նույնպես արձանագրել է դա 2002 թվականին դեռևս։ Եվ վերջին թարմ տվյալը դա 2023 թվականի ՄԱԿ-ի տվյալով է արդեն։ Օրինակ 2011 թվականին Հալե անունով հրապարակվել է Ադրբեջանում մի դասագիրք միջին դասարանի աշակերտների համար։ Եվ այնտեղ բացահայտ գրված է, որ հայերը մեզ կոտորել են, մեզ սպանել են, պետք է հայերին վերացնել, ոչնչացնել նրանց, որովհետեւ մենք ապրենք խաղաղ, բարեկեցության մեջ, բարօրության մեջ։ Այսինքն այս պարագայում ինչպես կարող է խաղաղություն ուրեմն լինել գետնի վրա, հողի վրա։ Այդ նույն տեքստերը նաև արևմտյան Ադրբեջան կոչվող այդ հեռուստաընկերության ռեպորտաժներում են, եթե հետևեք ամենօրյա ռեժիմով, դրանք ամեն օր պատմում են Հայաստանի տարածքի մասին, իբրև ադրբեջանական։ Այո, իդեպ նաև մի բան էլ ասեմ, տեսեք, խաղաղության մասին է պարոն Հասան Ջալալյան, արդյոք սրա համար պատիժ նախատեսված չէ, օրինակ միջազգային իրավունքի տեսանկյունից, եթե հստակ կա պետական պետության կողմից ֆինանսավորվող հեռուստաընկերություն, որը հստակ պահանջներ ունի արդեն իսկ ճանաչված պետության տարածքի նկատմամբ։ Տեսեք, ուրեմն այդտեղ թող ես ինձ իրավունք չեմ վերապահի իրավունքի տեսանկյունից այդ ձեր հարցադրմանը ուղիղ պատասխանել, բայց ասեմ հետեւյալը. եթե նույնիսկ լինի էլ պատիժ, Ադրբեջանը այդ այսպես իրավասու մարմնի կողմից կայացված վճիռը, որոշումը չի կատարելու։ Ինչու՞։ Օրինակ, երբ որ Արցախին ենթարկել էր բլոկադայի եւ Արցախահայությանը մատնել էր սովահարության 9 ամիս շարունակ, ավելի քան 9 ամիս շարունակ, իրավասու մարմինը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը ընդունեց որոշում, որ պիտի միջանցքը բացվի երկկողմ երթևեկությամբ եւ հասանելիություն լինի բեռների տեղափոխման, սննդամթերքի, մարդկանց եւ այլն։ Կատարեց Ադրբեջանը։ Ոչ, ավելին ասեմ, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագումից մինչ օրս
Հակամարտության կարգավորման փաստաթղթային ձևակերպում ստացած 14 փորձ է արվել 1918 թվականից 14 փորձ փաստաթղթային ձևակերպում ստացած ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ եւ պնդում եմ բոլոր 14 փորձերը խափանել է, խախտել է, ձախողել է Ադրբեջանը այսինքն այդ նույն խաղաղության պայմանագիրն էլ որի մասին խոսում ենք եթե նույնիսկ ստորագրվի ինչին ես խիստ թերահավատ եմ այդ փաստաթուղթը չի ստորագրվելու բայց այնուամենայնիվ դա չի լինելու երաշխիք որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կլինի խաղաղություն։ Այդ փաստաթղթին ընդառաջ բանակը բարեփոխելու անվան տակ փաստորեն պարտադիր ծառայության ժամկետն են կրճատում, սա ինչ ռիսկեր է այս փուլում պարունակում մեր պետության անվտանգային ոլորտում։ Գիտեք, պետության անվտանգության կարևորագույն բաղադրիչը դա անշուշտ բանակն է, զինված ուժերն է եւ եթե դա իրենք ուրեմն ձևակերպում են որպես բանակի բարեփոխում ապա ես կարծում եմ, որ դա իր մեջ պարունակում է թաքնված արդեն տեսքով կրկին թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները ընդունելու տրամաբանությունը։ Պարոն Հասան Ջալալյան, նաև ուզում եմ հակադրենք մեր իշխանության վարքագիծը Ադրբեջանի իշխանության վարքագծի հետ, նրանք փորձում են իբրև վերադառնալ մի տարածք, որի հետ երբևէ կապ չեն ունեցել, սա կոչում են իրենց պատմական հայրենիքը, մենք մեր պատմական հողերը թողել ենք Ադրբեջանի տիրապետության տակ, ասում ենք իշխանական պետական մակարդակով, պետության մակարդակով ասում ենք այլևս վերադարձ Արցախ հնարավոր չէ, փակել ենք այդ էջը Արդյոք հնարավոր է հավաքական վերադարձ Արցախ։ Ուրեմն նախ առաջինը Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը Արցախատիաց վերաբերմունքը նորություն չէ։ Մեր ունկնդիրների համար ասեմ, որ առնվազն փաստագրված կա 99 թվականից փաստ, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը համարել է որպես Ադրբեջանի տարածք։ Օրագիր թերթի խմբագրի կարգավիճակում նա տվել է մամուլի ասուլիս, եթե չեմ սխալվում ապրիլ ամսին, բայց 99 թվականին հաստատ եւ համարել է Արցախը որպես Ադրբեջան։ Հիմա Նիկոլ Փաշինյանի հետ կապված ամեն ինչ պարզ է։ Այստեղ խոսք չկա, բայց միջազգային հանրությունը ես հայտարարում եմ եւ պնդում եմ եւ ես հիմա կփաստարկեմ իմ խոսքը։ Չի համարում, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը լուծված է։ Ինչու, որտեղից է սա հայտնի։ 2022 թվականին Եվրոպական պարլամենտը 2022 թվականի փետրվարի 8-ին եւ հունիսի 6-ին ընդունել է համապատասխանաբար բանաձևեր, որտեղ արձանագրել է, որ առաջին Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի կարգավորվել, 1, երկրորդ ԵՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միջազգայինորեն ճանաչված միակ ձևաչափը եւ երրորդ կոչ է անում Մինսկի խմբին վերադառնալ իր միջնորդական դերին։ Ավելին 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովը ընդունել է բանաձև հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վերնագրով, որտեղ դատապարտել է նախարարինը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ագրեսիան եւ իշարս մի շարք հայանպաստ ձևակերպումների տվել նաեւ մի շատ կարեւոր արձանագրում, որը հետեւյալն է. իր նախնիների բնորանից Արցախի հայության բռնի գաղթեցումը, բռնագաղթը չի կարող համարվել որպես նոր իրականություն։ Այս ձևակերպումը գալիս է ուղիղ այսպես զրոյացնելու միջազգային հանրության դիրքերից օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի այն հայտարարությունները, որ Արցախի խնդիրը լուծված է, այլևս այդ հարցը փակված է։ Միջազգային հանրությունը այդ հարցը փակված չի համարում։ Բայց եթե չկա Հայաստանի իշխանության համաձայնությունը կամ աջակցությունը, որքանով է միջազգային հանրությունը ունակ այդ հարցը լուծել, հատկապես երբ պետությունները ասում են Մինսկի խումբը լուծարում են։ Անշուշտ դուք իրավացի եք, Մինսկի խմբի լուծարման մասին մի պես կարճ բաժանաբանում, Մինսկի խումբը չի ձևավորվել ոչ Հայաստանի կամքով, ոչ Ադրբեջանի կամքով։ Մինսկի խումբը ձևավորել է ԵՀԿ-ն, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը։ Ուրեմն, տեսեք, ուրեմն եթե նույնիսկ Ադրբեջանն էլ Հայաստանն էլ կողմ են, իսկ նրանք կողմ են, որ Մինսկի խումբը լուծարվի, նրանք պետք է դիմեն ԵՀԿ-ին, համատեղ կամ առանձին դա այդքան էական չէ, Մինսկի խումբը լուծարելու համար։ Բայց ես կրկնում եմ, միջազգային հանրության դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը չի կարգավորվել։ Եվ այս փաստաթղթերի իմ կողմից վկայակոչված փաստաթղթերի լույսի ներքո ես հույս ունեմ, մեծ հույս, որ միջազգային հանրությունը չի գնա այդ ձևաչափի լուծարմանը։ Եթե նա գնաց, ուրեմն հակամարտությունը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա լուծելու մասին բազմաթիվ անգամներ իրենց հրապարակային հայտարարությունները, իրենց հանձնառությունները եղել են կեղծ։ Պարոն Հասան Ջալալյան, այսինքն հնարավոր է վերադարձ, հավաքական վերադարձ Արցախ միջազգային հանրության շնորհիվ։ Տեսեք, ես վերադարձին չանդրադարձա։ Ես հիմա անդրադառնում վերադարձի մասին ձեր հարցադրմանը։ Ուրեմն իմ ձևակերպմամբ, իմ պատկերացումներով եւ իմ հիմնավորումներով կա երկու տարբերակ վերադարձի։ Շատ համառոտ, ասեմ թե որոնք են դրանք։
խաղաղ եղանակ եւ ոչ խաղաղ եղանակ։ Որ է խաղաղ եղանակը։ Խաղաղ եղանակը դա Արցախի հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է։ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է ռեզոլյուցիա, որտեղ նշել է, որ ուրեմն ինքնորոշման իրավունքը համարվում է ֆունդամենտալ իրավունք, այսինքն հիմնարար իրավունք։ Հիմա տեսեք, ՄԱԿ-ի միջազգային դաշնագրերով, որոնք ընդունվել են 1966 թվականին դեկտեմբերի 16-ին, մարդը ունի բազմաթիվ իրավունքներ. ազատ կարծիք արտահայտելու իրավունք, ազատ տեղաշարժի իրավունք, կրթության իրավունք եւ այլն։ 21 թվականի դեկտեմբերի 16-ի ՄԱԿ-ի կողմից ընդունված ռեզոլյուցիայի լույսի ներքո պարզվում է, որ այդ բոլոր իրավունքները հնարավոր է արդյունավետ կերպով երաշխավորել եւ պաշտպանել միայն ինքնորոշման իրավունքի իրացման պարագայում։ Արցախի հայությունը ԽՍՀՄ եւ միջազգային իրավական ակտերի համաձայն եւ այդ ակտերի բծախնդիր պահպանմամբ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին իրացրել է ինքնորոշման իր իրավունքը։ Եվ հիմա ժամանակն է, ըստ որում վաղուց ժամանակն է, ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը։ Այդ պարագայում Արցախի մեր հայրենակիցները կկարողանան տիրոջ իրավունքով եւ կարգավիճակով, ես սա ընդգծում եմ, տիրոջ իրավունքով եւ կարգավիճակով վերադառնալ Արցախ։ Որն է երկրորդ եղանակը։ Երկրորդ եղանակը դա ուժային եղանակն է։ Ըստ որում ասեմ, ուժային եղանակը պիտի կիրառվի ոչ թե Հայաստանի Հանրապետության կողմից։ Ես ամենևին չեմ ակնարկում, որ Հայաստանը պիտի պատերազմ վարի ընդդեմ Ադրբեջանի, ոչ։ Հայաստանի Հանրապետությունը պիտի ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, այսինքն Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, ոչ թե ինքնորոշման իրավունքը։ Ես այստեղ եմ ուզում որոշ բարձաբանում տալ։ Ես շատ եմ տեսնում, որ մասնագիտական շրջանակները, նաև քաղաքական գործիչները անդադ խոսում են ինքնորոշման իրավունքի մասին, ճանաչման մասին։ Հարգելիներս, ինքնորոշման իրավունքը ճանաչված է ՄԱԿ-ի փաստաթղթերով, ընդհանրապես ինքնորոշման իրավունքին վերաբերյալ միջազգային իրավական ակտերով։ Պիտի ճանաչել ոչ թե Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, այլ ինքնորոշման իրավունքի իրացման փաստը։ Իսկ այդ փաստը մասնավորապես Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է 1992 թվականին, հուլիսի 8-ին, երբ որ ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին որոշումը, շատ կարևոր որոշում, որտեղ հիմք է ընդունել Արցախում անցկացված հանրաքվեի արդյունքները։ Այսինքն Արցախի անկախության ճանաչման ճանապարհին Հայաստանի Հանրապետությունը կես քայլ արդեն կատարել է։ Հիմա հարկ է, որ վերջնականացնի իր ճանաչումը, Արցախի անկախության ճանաչումը։ Դրանից հետո ինչ պիտի տեղի ունենա։ Արցախի Հանրապետության վտարանդի կառավարությունը կարող է դիմել Հայաստանի Հանրապետությանը, խնդրելով իրեն տրամադրել ուրեմն զինված ուժեր։ Ինչի հիման վրա։ Ճանաչումից հետո Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը պիտի ստորագրեն բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիր։ Իդեպ այստեղ ուրեմն ուժային եղանակով Արցախի Հանրապետությունը դեօկուպացիայի ենթարկելու համար Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմին օգնության է գալիս միջազգային իրավունքը։ Ինչի մասին է խոսքը։ 1933 թվականի դեկտեմբերի 26-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ամերիկյան 26 պետություններ, 20 պետություններ ներողություն, ընդունել են պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին կոնվենցիա, որի երրորդ հոդվածում նշված է, որ պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից։ Նույնիսկ ճանաչումից առաջ պետությունը իրավունք ունի բոլոր միջոցներով, ընդգծում եմ բոլոր միջոցներով, ապահովելու իր ամբողջականությունը եւ անվտանգությունը։ Եթե ասում է բոլոր միջոցներով, նշանակում է նկատի է առնվում նաև ուժային միջոցը։ Հետաբար Արցախի Հանրապետության թեև վտարանդի վարչակազմը լիովին իրավունք ունի ուժի գործադրման եղանակով դեօկուպացիայի ենթարկի Արցախի Հանրապետության տարածքը։ Եվ ուրեմն այս փաստաթղթի եւ Հայաստանի Հանրապետության ճանաչումից հետո Արցախի ստորագրված ուրեմն բարեկամության համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի հիման վրա Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմը կարող է դիմել Հայաստանի Հանրապետությանը, խնդրելով տրամադրել զինված ուժեր, որն էլ վերակազմյալ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ անվամբ եւ կարող է իրականացնել Արցախի Հանրապետությունը դեօկուպացիայի ենթարկելու հատուկ ռազմական գործողությունը։ Այդ ռազմական գործողությանը կարող են մասնակցել կամավորական ջոկատներ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ արտերկրից։ Ես հաշվի առնելով, իդեպ ասեմ, 1918 թվականից մայիսից Հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական քարտեզի վրա Ադրբեջան անունով պետության ի հայտ գալը եւ այդ, եթե կարելի է դրան պետություն անվանել, ուրեմն այդ կազմավորման փոխհարաբերությունները Արցախի հետ, Հայաստանի հետ, այս ողջ պատմությունը, որը մոտավորապես 107 տարի է կազմում, ես վստահաբար պնդում եմ, Ադրբեջանը խաղաղ ճանապարհով չի ազատելու Արցախի Հանրապետության տարածքի նույնիսկ 1 մմ-ը։
Չի լինելու այդպիսի բան։ Որևէ սին հույսեր, պատրանքներ չպիտի ունենալ։ Միջազգային իրավունք վկայակոչել, թեկուզ ՄԱԿ-ը որոշում ընդունի, որևէ բան այդ կազմավորման վրա չի ազդում։ Նրանց վրա ազդում է միայն ուժային եղանակը։ Ձեր ասացի համատեքստում հետաքրքիր է, որ Հայաստանում այս պահին հետաքրքիր գործընթաց է տեղի ունենում արցախցիներին բնակապահովման ծրագրից օգտվելու համար ստիպում են հրաժարվել Արցախի քաղաքացիությունից, ստանալ Հայաստանի քաղաքացիություն եւ հրաժարվել փախստականի կարգավիճակից։ Արդյոք սա երբևէ չի խանգարելու ձեր ասած գործընթացներին, եթե չկա փախստական, չկա Արցախի քաղաքացի, ինչպես են կապացուցելու, որ երբևէ եղել ենք այնտեղ։ Գիտեք, ես ուրեմն ինձ կարող եմ ասել հետևյալը այդ հարցի առնչությամբ խորապես այդ հարցի մասնագետը չեմ ես, բայց կարող եմ ասել հետևյալը. եթե մարդը այլևս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա բնականաբար նա այլևս կորցնում է իր փախստականի կարգավիճակը եւ նաեւ չի կարող միջազգային, այսպես ատյաններում իրավական գործընթաց նախաձեռնել իր կորցրած գույքի փոխհատուցման եւ հարակից այլ հարցերի վերաբերյալ։ Այդ առումով այո, ես կարծում եմ, որ ուրեմն Արցախի հայությունը որքան հնարավոր է պետք է պահպանի գոնե այն կարգավիճակը, ինչը որ ունի։ Պարոն Հասան Ջալալյան, արդյոք մեր հասարակությունը հասկանում է ինչ պայթյունավտանգ գործընթացի մեջ ենք։ Ես չեմ կարծում, որ հասկանում է, որովհետեւ Ինչ պիտի անենք, որպեսզի Ինչ պիտի անենք, ընդհանրապես հասարակությանը նաև այսպես մի բառ օգտագործեմ, հա, դաստիարակում են նաև օրվա իշխանությունները, օրվա վարչակազմը։ Սա իդեպ իմ խոսքը չէ, սա հայտնի ուրեմն փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոյի խոսքերն են նաև բովանդակային առումով։ Այսինքն պետությունը իր դաստիարակիչ ֆունկցիան չի իրականացնում այսօր քաղաքացիների նկատմամբ։ Ինչ պիտի անի։ Պիտի փոխվի վարչակազմը, ձևավորվի, ընդգծում եմ եւ կրկնում եմ նորից ազգային պետական շահերը սպասարկելու հետագիծ եւ կարողություն ունեցող վարչակազմ։ Այդ պարագայում մենք շահեկանորեն այլ պատկեր կունենանք։ Այս մարտիկ, ուրեմն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացնում են ուրեմն ազգային Հայաստանի ազգային պետական շահերին դեմ քաղաքականություն։ Հիմա ինչքան էլ որ իրենք ասեն ոչ, այդպես չի, ես դատում եմ փաստերից։ Ունեինք Արցախի հանրապետություն նախքան իր իշխանության գալը, այո, ունեինք։ Կար խնդիրներ այնտեղ, այո կար, իսկ որ պետությունում չի լինում խնդիրներ։ Այսօր ունենք Արցախի հանրապետություն, ոչ։ Բայց ասում են նախապես որոշված էր, ես փաստաթղթերին ծանոթ եմ, այդպես որոշված եղել է, պարզապես ամեն ինչ համընկավ իմ իշխանության տարիներին։ Ես, գիտեք, ես քիչ առաջ պատահական չմեջբերեցի 99 թվականի Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։ Նիկոլ Փաշինյանը համառ ջերմեռանդ կողմնակիցն է եղել եւ ունեցել է այդ կարծիքը, այդ մարդու մոտ այդ կարծիքը եղել է արմատացած, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։ Տեսեք, ես բերեցի 99 թվականի փաստը, 2001 թվականի փաստ էլ կա, հայկական ժամանակ օրաթերթում տպագրված, իր իսկ ստորագրությամբ, երբ որ նույնիսկ 2018 թվականի մայիսի 8-ին պարլամենտում իրեն հարց տրվեց այդ մասին, իր խոսքից մեջբերում արվեց, բայց նա բոլորի ներկայությամբ, այսպես օրը ցերեկով, հա, ինչպես ժողովուրդն է ասում, ստեց ուղակի որ ես այդպիսի բան չեմ գրել, բայց ես իմ ձեռքի տակ ունեմ այդ հոդվածը, որտեղ ինքն ասում է, որ այո, Արցախը մերը չէ, պետք է վերադարձնենք ուրեմն Ադրբեջանին։ Լավ, որոնք Սա է այդ այս պահին մարդու դիրքորոշումը եւ խոսել նախկին վարչակազմերի մասին, թե այդպիսի արդեն իրենք հաստրել էին դրան, ես այդքան հակված չեմ դրան։ Գիտեք, ես ոչ երկրորդ, ոչ երրորդ, ոչ էլ առավել եւս առաջին նախագահի պաշտպանը չեմ, քաղաքական համակիրը չեմ։ Այո, ես իրենց գործունեությունը Արցախի առնչությամբ քննադատում եմ, որ ինչու չեն ճանաչել Արցախի անկախությունը։ Դուք պատկերացրեք, եթե առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահները ճանաչած լինեին Արցախի անկախությունը, ապա Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես մեծ ցանկության պարագայում չէր կարող այդպիսի հայտարարություն անել։ Հայտարարել, որ Ադրբեջանի 86600-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նույնիսկ եթե նա իրպես մարդը, չնայած իր նման մարդուց ամեն ինչ կարելի է սպասել, բայց եթե նույնիսկ նա այդպիսի բան հայտարարել, ապա նա այդ հայտարարությունը չէր կարող ունենալ ոչ քաղաքական, ոչ էլ առավել եւս իրավական, այսպես նշանակություն եւ արժեք։ Իսկ ինքը կհայտնվեր անհասկանալի իրավիճակում։ Որոնք են ամենահրատապ քայլերը այս պահին Հայաստանի համար, որ պետք է անել Ադրբեջանի դեմն առնելու համար։ Հայաստանի վարչակազմի փոփոխությունը ամենահրատապ քայլը դա Հայաստանի վարչակազմի, ես ասեմ, Նիկոլ Փաշինյանը էգզիստենցիալ կամ գոյութենական սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգությամբ հայերի համար։ Նրան պիտի ամեն կերպ հեռացնել իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման հետագա պարագայում մենք ունենալու ենք բաստողումներ, մենք ունենալու ենք կորուստներ։
Այսինքն սպասարկվելու է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը ի հաշիվ Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերի։ Շնորհակալություն։ Ես եւս շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանի հետ։